Հեշտամին փախչի վարուվեր Ես ուրբան սենքի ընկեր Առավոտ կելենք սարը Կկանչի զորնի խաղը Թող աշխարը բռնի բարը Յար խուշտա Զորնի խաղը հող աշխարը բռնի բարը Յար խուշտա Դու մաղի խշմարվածված, վշտերդ ջուր ինք տված, դու բարդենի սաղատ խշար, արունի վայց խրված խշար, դու կիսավեր ամրոց ու վեր, մազաղակյա մադյանի թեր, դու զվարդ նոր, ավետ տաճար, կոմիտասյան տիրանիցա, դու ջրաղանց խորում գջերում, դու հորովեր անուշտորում, հայլ գութանի արտած խոտի, դու լեր, նիզար, մկունդ կոտի, դու հայրենի տխանիցում, դու անգիրվեր, դու սարսնակում, իմ խրապար, իմ տարապար, իմ բարսրանում, իմ խախսրանում, դու մրգիրիշ տեմարան, ոսկևազյան գինմարան, դու թավշետեր, դու պրկուլհալ, արտաշակյան խաղող սևաչ, դու սիվանի վարվող կողալ, երևանի սույր ու պայալ, դու հանգրվան, կանչող թարոց, դու հայվազան երբ ու դրոշ, ոսում մկատոտերացի, ոչ աչք ծամկացվածի, արդարության ահեղ ատյան, սրի պատյան, սիրո մատյան, իշտին նորի Մենք քիչ ենք, սակայն մեզ հայեր ասում, մենք մեզ ոչ ոքից չեն գերադասում, պարզապես մենք Ուշուշ են գալիս, բայց ոչ ուշացած, խմբում են նրանք ճիշտ ժամանակին, և ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն լինում նրանց։ Մենք ինչ ենք այո, բայց կոչվում ենք հայ, գիտենք դեր չանցած վերջերից տնքալ, բայց նոր խնդությամբ ցնցալ ու փչվել, գիտենք ուշնամուր տողը մխրճվել ու բարեկամին դարմալ աջակից, դուրս գալ մեզ արվացվարի խատակից, մեկի փոխարեն տասն նադեցելով, հոտուր արդարի և արեգաջիկ գիտենք քվյակել, մեզ կյանքով նաև, ոչ թե կամենալ մեզ բորնի մարել, մենք գիտենք մխալ և կրակ մարել։
մասին խոսել։ Խոսքերը կարող են չափազանց թվալ, բայց չափազանցված չէ այն զգացումը, որ ծնել է այդ խոսքերը։ Մեծի մեծարումը կարող է գով կարծվել, բայց չի կարող հասնել գովաբանության, որովհետև մեծը դրա կարիքը չունի, նա բարձր է գովքից է, գովաբանությունից էլ։ Ուշուշ են գալիս, բայց ոչ ուշացած։ Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին, եւ ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց։ Ով սահմանում է նորորեք կարգ, հայտարարվում է եւ օրենքից դուրս, բայց չեն վախում նրանք չարմահից, ապրում են դժվար ու մեռնում են հեշտ։ Սողոմոնյան Պարոյը Ղազարյան դարձավ ստանալով Ղազար Բաբի անունից ձևավորված ազգանունը։ Ծնվել է 1924 թվականի հունվարի 26-ին Արարատի շրջանի Չանախչի գյուղում, այժմ Զանգակատուն։ Իմ քաղցրանուն, իմ բարձրանուն, իմ տարապած, իմ փառապած, հների մեջ դու ալեհեր, նորերի մեջ նոր ջահեր, դու խաղիղ, շմրված, վաշ, վշտերը ջուր, ինքը տաղալ, դու պատերի սաղարթաշատ, արունի վար, փրված պշատ, դու կիսավեր ամրոցու բերդ, մագաղջան, մաճանի թերդ, դու զվարդնոց, ավեր տաճար, կոմիտասյան ծիրանի ծար, դու ջրաղած խորում ձորում, դու հորովեր անուս ծորում, թայ գութանի արծատ խոպի, դու ներ նիզակ, մգուն կոպիտ, դու հայրերի ծխանի ծուխ, դու անգիրվև, դու սասնա ծուր, իմ փառապանց, իմ տարապած, իմ բարձրանուն, իմ քաղցրանուն, դու մրգերի շտեմարան, ոսկեվայցան գինու վառան, դու թավշե դեղս, դու պրպուրած, արտաշատյան խաղ սևաչ, դու Սևանի վարվող կողակ, Երևանի շունը խոյակ, դու հանգրվակ, կանչող փարոս, դու հայկական գերբ ու դրոշ, հոսում վկա կոտորացին, ուջիտ աշկ, չանքացրացի, արդարության ահեղացյան, սիրպացյան, սիրամացյան, միշտին ունոր իմ Հայաստան։ Աշխույժ երեխա է եղել Պարույրը, տարի չի եղել, որ ոտքը կամ ձեռքը չջարդի, կամ լուրջ վնասվածք չտանա։ Շատ էր սիրում յայլագնալ, ուրվանջար ու սունկ էր հավաքում։ Լեռնաշխարհների ձոր ու կիչրերով, քար ու քարապներով, խոտ ու ծաղկների արփեցնող բույրով Պարույրի մեջ ներարկել է կենդանի բնության սուր զգացողություն։ Կարդալ եւ գրել սովորել է 5 տարեկանում, առանց դպրոց գնալու, ապրում է նախքան, հետագայում սևակը գրել է։ Ես միջնակարգն ավարտեցի, այդպես էլ չիմանալով, թե ինչ բան է, աթոռն ու սեղանը, կոշիկ հագամիային 10-րդ դասարանում, այն էլ պրեզենտային կոշիկ, իսկ մինչ այդ գոնե տրեխը ծակ չլիներ։ Շատ էր կարդում էր այն ամենից ձեռքն էր ընկնում, կարդում էր, կոնսպեկտավորում, հանդես գալիս զեկուցումներով, շատ էր սիրում պոեզիան, հատկապես Թումանյան, դպրոցում կազմել էր թատերական խումբ, ներկայացումներ էին տալիս, սպորտային մրցումների հաղթող էր, հատուկ թուլություն ուներ շախմատի նկատմամբ, Պարույրը նաև ոտանավորներ էր գրում։ Սարթանքի տարիներ էին, բայց և դժվարին տարիներ, չկար թուղթումապիտ, չկար դասագիրք, կյանքումս մեծ գողություն եմ արել, 3-4 հոգով կտրեցինք շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները, կեսգիչերին, գողության բոլոր կանոնների համաձայն, գողություն կարդալուց արավից, գլխավորը ես էի ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում։ 1940 թվականին գերազանց գրադականներով ավարտելով Չանախչի միջնակարգ դպրոցը, Պարույրը ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետ։ Պարույր Ղազարյանին սևակ գրական անուն է տվել թերթերից մեկի խմբագիր Ռուբեն Զարյանը, ով տպագրել է նրա բանաստեղծությունները։ Նա բազմաթիվ ընդհանրություններ է տեսել Պարույրի և Եղեռնի զոհ դարձած հայ գրող բժիշկ Ռուբեն Սևակի միջև։ Ըստ Պարույր Սևակի իր ամենամեծ թերությունը մարդկանց վստահելն էր։ Նրա շրջապատում կային այնպիսի մարդիկ,
որոնք կարծես հրոսք տեղափոխական չլինեին։ Եվ դրա մասին են վկայում նրա ստեղծագործությունները։ Ես հոգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի, կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի, խորհուրդներով խելով, խելք հավաքած գնացի, քանի կյանքում ես էլի գիր մնացի, ով հանդիպեց, ստացավ մի թաս գինի ինձանից, նոր ես գինի չմփեցի իմ սեփական հնձանից, ինչ չեմ եղել ողջ կյանքում, հարսանքավոր ու քավոր, մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր, վստահեցին ոմանք ինձ, հոգիս դարձավ գաղտնարան, վստահեցի շատերի, գաղտնի սառան ու տարան, ու զղջում եմ ես մի բան, սեր ու բարիք եմ ցրել, միշտեր պետք է սեր հայցել, իսկ բարիքը վաճառել։ Երկել, այնպես երկել, որ մտքի մեջ չմտածեն հոգի հանեց։ Եթե գրկել, այնպես գրկել, որ նվաղայք իրար գրկել։ Եթե հարգել, այնպես հարգել, որ նստանքի չվերացնել։ Եթե գրկել, այնպես գրկել, որ Yes,
Նորից չեն սիրում, սիրում են կրկին շարքը սկսվում է սիրո տարալուծմամբ։ Շարքի յուրաքանչյուր բանաստեղծության մեջ մենք հանդիպում ենք մեծ սիրո և նրանից ծնված տառապանքի մասնիկների, հոգեվիճակների, զգացմունքների այն բազմազանությանը, որից կազմված է սիրո աշխարհը։ Դու հասարակ մի դերանում և ընդամեն այդ քո երկու հատիկ տարով այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում։ Դու երկու տար ու ես կարդար հողի նման քո կեսատուր չերբության եմ ընտելանում։ Դու երկու տար և ահա ես երջանկության համն եմ զգում իմ բերանում, անջատումի եմ բերանում և թերանում եմ կատարել հրամանը տառապանքի։ Դու երկու տար ու ես սանքին, ինձանից ինքս վերանում, փոշացած հերոսների ու ծվելիք հանճարների, տասակին եմ ընկերանում։ Դու երկու տար ու երբ հանկարծ թողնում ես ինձ ու հեռանում, լքված տամպես ջարք եմ տալիս, ձև ես թափում անտերանում։ Եվ կսկիծը ցեցի նման, բույն է դնում իմ սյունի մեջ, զեղունի մեջ ու կերանում։ Դու երկու տար, դու հասարակ մի դերանում։ կյանքի և ստեղծագործության մեջ մայրը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Նրա գրած շատ բանաստեղծություններ նվիրված են մորը, որտեղ սևակը ցույց է տալիս մայրական սիրո անսահմանությունը, զոհությունը և կարևորությունը։ Բարույր Սևակը ծնվել է մի պարզ գյուղական ընտանիքում, որտեղ մայրը Նազիկ Ղազարյանը եղել է նրա հոգևոր աշխարհի ձևավորման կարևորագույն մարդկանցից մեկը։ Մոր հանդեպ ունեցած մեծագույն սերն ու հարգանքը արտահայտվում էին նրա ստեղծագործություններում։ Բարույրն իր հուշերում ասում էր. երբ փոքր էի, մորս ձեռքից բռնած գնում էի դպրոցի ճանապարհով։ Մորս աչքերում սեր էր ու ցավ։ Նա ամեն ինչ տվեց ինձ, որ ես մարդ դառնամ։ Սովորեցրեց ինձ սիրել մարդուն ու կյանքը։ Այս ձեռքերը, մոր ձեռքերը, հինավուրց ու նոր ձեռքերը, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, պսակվելիս ոնց են բարել այս ձեռքերը, ինչ նազանքով, երազանքով, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, առաջ ներքն է երկրծուլվել, նրա արդար կաթով սնվել։ Ինչեր
ասել, որ չեն արել ձեռքերը, զտանքրել հոգս են տարել այս ձեռքերը, ծով լռությամբ, համբերությամբ։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, երկինք պարզացություն են դարել այս ձեռքերը, որ չփլվի իր տանսյունը, որդին կրվի դառնա տունը։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, մինչև տատի ձեռք են դարել այս ձեռքերը ուժը հատած, բայց թորան հետ նոր ուժ։ Սար են շարել այս ձեռքերը, ինչեր շարել այս ձեռքերը, լուրջ ձեռքերը, սուրբ ձեռքերը։ Եկեք այսօր մենք հափյորենք որդի համար, մեզ աշխարհում ծնած, մեզ աշխարհում շահած, պահած, մեզնից երբեք չկշտացած, փոշից ծրվում, լվաց կանում, անվերջ դատով, անվերջ բանով այս ձեռքերը, թող որ ճակած ու կոշտացած, բայց մեզ համար մետաքսի պես խաս ձեռքերը։ Ասում են, մարիներս մեզ խոշում չկա, իսկ մենք հավատում ենք, ծերը, մայրիկը և հայրենիքը մեր կյանքում անհատական չէին լինի, եթե չլներ մեր սրտերում լույսը։ Թողություն տուր Տեր, ծանր խավարից, միայն թողնա, թողնի հեռանա։ Իսկ մենք ձեզ ամբողջ սրտով ասում ենք Եղնիցի լույս, թող լույս լինի հայոց ազգին, թող լույս լինի ողջ աշխարհին։ Ասում են, թե կյանքում միանգամից ոչ մի չի կատարվում, միանգամից ոչ մի կարպետ և ոչ մի գորգ չի պատրվում, միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամից։ Եթե վերնել, թող որ վերնեմ, բուր կայծակից, միանգամից, մի վարկյանում հակարձակից։ Oscar
1971 թվականի հունիսի 17-ին պարույր Սևակը կնոջ և երկու որդիների հետ դուրս եկավ հայրենի Չանաղջիկ գյուղից և ճանապարհին Երասխավան գյուղից մի փոքր հեռու մեքենան վթարվեց։ Բանաստեղծն ու կինը զոհվեցին, երեխաները փրկվեցին։ Հայ մեծանուն բանաստեղծ Համոս Ահյանը Սևակի մասին ասել է. նա կյանքից մի բան էր պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից, և միանգամից եղավ։ Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիները ստացավ միանգամից, այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից, մեր նորագույն բանաստեղծության մայրկերանն էլ կոտրվեց միանգամից, մեր մայրսյունն էլ ծալվեց միանգամից, մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի և հանճարի առումով։ Սիրենք ձեր մայրերին, նրանք ես ձեր առաջին հայրենիքը, սիրենք մեր մայրենի, մեր հայրենիքը ու կյանքը, ինչպես Սևակն է սիրում։ Սևակն ապրում է մեր մեջ, և մենք սիրում ենք մայրիկին։ Սևակն